Օլեգ ջան, կներկայացնեք ձեր խնդիրը, ինչ է պատահել, որ հայտնվել եք դասում։ Այսօր կեսօրին մոտուսով գալիս ես Գևորայ կանգնելու, հետ եմ գալիս տուն ժամը 6-ին 10 պակաս, 18-ից 10 պակաս, իմ որդին հետ է անում, որի որդիսա ներսից դուրը փակում է, որ մեր դուրը քանապես չի պանում, որովհետև կինս անկողնային հիվանդատ տունն այնում, աղջիկը սախնանում այնտեղ, եկուս այդտեղ գրանցված է ես կինս որդիս։ Դա ձեր սեփական տունն է, ույքի սեփական ապերը։ Ոչ, նրան նվիրատվություն են կարել, խաբեությամբ նա գրել է հողամասի հետ միասին նայա բնակարանը։ Եվ մենք բազմաթիվ, այսպես ասած, օրինապա բաների միջոցով ուզում ենք, որ գոնե տունը հետ վերադարձենք, կամ գոնե գրվել, որ չվաճառել մինչև մեր կյանքի վերջը, ինքը Հիմա երբ անց եք հայտնվել դրսում։ Այսօր ժամը 6-ին 10 պակասից հայտնվել եմ 20 րոպե ծեծելով, խնդրելով ես ինչ մանր բուրը չի բացում, ես զանգում եմ ոստիկանության թեժգից, ասում եմ որ սենց է։ Նրանք ինձ պատասխանում են, թե կզբաղվենք։ Հետո ես սպասում եմ մինչև 8-ին 10 պակաս, ոչ մեկը չի գալիս։ Հետ եմ զանգում թեժգից, էլ ինձ մի 10 անգամ զանգելուց հետո ոչ մեկը ինձ թեժգծից չի պատասխանում, որ թե ինչ է եղել թե չէ։ Հետո նստում եմ ներողություն, ձեր տարիքը կասեք։ 71 տարեկան։ Ձեր անուն, ազգանուն եւ հայրանուն։ Օլեգ Սուրենի Ալեքսանդր։ Անչափ շնորհակալություն, հիմա փորձենք կապ հաստատենք։ Ներողություն, հիմա զանգահարենք 911 եւ կզանգահարենք նաեւ ոստիկանություն։ Եք ապրում, ձեր բնակարանը որտեղ է։ Ապրում եմ Զորվոնի 4-րդ փողոց 97 տուն։ Ես ոստիկանության հետո 2 ժամ հետո այդ զանգին բաժին գնալը չէի պատասխանում, որովհետև ոստիկանության միջոցով եւս մի անգամ այդպիսի ներխուժման պատրվակով ինձ դուրս է հանել ոստիկանների միջոցով, հետո իմ ունեցվածքը թալանել այն որդի։ 5 դեկտեմբերի, որ մինչև այսօր նախարարին դիմել եմ, ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ էլ իմ գողունու հետ եմ դերել։ Առ այսօր ես չեմ կարողանում բուժօգնություն ստանալ, որովհետև հաստատությունները ինչպես դատական համակարգի համար ներկայացվող հաստատում եղել է գումար գործիքներ եւ բժշկական հետազոտության ինստիտուտային հաստատությունները։ Առ այսօր ոչ մի պատասխան չունեմ։ Դրա համար դիմել եմ 9 երկրորդ ամսին վարչապետին, որ սենց է երկրանցից ավել նգն նախարարին դիմել եմ գողության պատրվակով թեժ գծի, մյուսով ոչ մեկի իմ գողունը հետ չի բերում, ոչ էլ պատասխանում է թե ինչի։ Իսկ հիմա դուք այստեղ այս ժամին ինչ եք անում։ Եկել եմ, որ գնայի բանի վարչապետի ընդունարանը, այնտեղ քնելի, գիշերեի մինչև առավոտ, որովհետև ոչ մի տեղ չունեմ, որ ասեմ, որ ոստիկանության թեժ գիծը իմ ահազանգին չի պատասխանում։ Իսկ հիմա ձեր այն տանը Զովունի ովքեր են այս պահին, ով կա։ Իսկ սմբատի հիվանդ կինս անկողնում կարկած, ինքը տանն է։ ինքը տանն է։ Իսկ որդիս, որ այդտեղ չի ապրում, բայց որդուս է պատկանում էդի, որ 2 տարի առաջ նա թողել գնացել է մեզ առանց որևէ կացության, եկել է մտել ավելի մանրամասն հիմա լրատվական է գալի, նաև մանրամասն կլուսաբանենք։ Խնդրում եմ միած սմբատի համար։ Թեժ գծին զանգահարելով խոստացան, որ կմոտենան։ Այսօր ցերեկը Նոյան տապանով շնորհակալություն ենք հայտնում Մարփինե Սարգսյանին, խնդրեմ Մարփինե Սարգսյան, 3-4 անգամ զանգելուց հետո նոր ձեր ոստիկանության աշխատակիցները բարեհաճում են տարեց մարդուն, եթե ԵՄ-ի միջազգային կոնվենցիաներով մարդը բարձրագույն արժեք է, տարեց մարդու բռնությունը, դուք տեղեկացրեցիք, որ բռնություն է տեղի։ Եղել է նաև դեկտեմբերի 5-ին, որ դեկտեմբերի 8-ին պարոն նախարարին, տիկին նախարարին դիմել եմ, առ այսօր 2 ամիս անցել է ոչ մի պատասխան չեմ ստացել։ Նրանից հետո այդ դիմումի բողոքի համար էլ վարչապետին եմ դիմել, որ 2 ամիս դեկտեմբերի 8-ից մինչև հիմա ոստիկանության նախարարին, որին դեմ նույնիսկ գրել եմ տակը, որ իմ կյանքին վտանգել է սպասում, խնդրում եմ ինձ սենց, ես ոչ մեկը չունեմ իմ որդին անընդհատ ոտնձգություն է կատարել իմ նկատմամբ։ Այս մի տարի է շաբաթ մեկ հայհոյում է դուրս է հանում, գալիս է դուրս հանելու, սպանելու բռնություններ ակ պատարում։
Օլեգ Ալեքսանյան ջան, շնորհակալություն որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ եւ Տիկին Հայգուշը, որպես 3 պատերազմի մասնակից ձեր կողքին կանգնած ենք, կապահովենք ամեն ինչով ձեզ, որպեսզի ձեր խնդիրը լուծվի։